Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ամերիկյան սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առաջ ներկայացրած ամենամյա զեկույցում հայտարարել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականության մասին։ Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածությունը 2015 թվականին բարձր է մնացել։ Բաքվի կողմից ռազմական ուժի կայուն մեծացումը տնտեսական վատ տարածող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016 թվականին հակամարտության էսկալացիայի հավանականությունը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունից հրապարակավ հրաժարվելու, ինչպես նաև Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը կշարունակի բարդացնել խաղաղ գործընթացն, ասվում է զեկույցում։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը մեծ հետ զրույցում նշեց, որ զեկույցն ամենևին չի նշանակում, թե Մինսկի խմբի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում որևէ կերպ փոխվել է։ Որոշ չափով արդարացի այն առումով, որ ասենք էսկալացիան եւ ռազմական իրավիճակը վերջի 2-3 տարվա ընթացքում բավականին ուժեղացել է եւ դա մոտակի չէ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ բնականաբար նաեւ մեզ համար, բայց մյուս կողմից նաեւ ոչ այդ զեկույցում, ոչ Միացյալ Նահանգների այլ ուժային կառույցների փաստաթղթերում ես նաեւ չեմ տեսնում մի ասենք նշում, որ դա լովին ինչ որ կանխատեսված կամ առանց որևէ ալտերնատիվ այ զարգացումներն է, ցավոք սրտի երևի թե մի կողմից ամենաբացականային է, որ լարվածությունը կպահպանվի, բայց մյուս կողմից նաեւ կան որոշ ասենք ֆակտորներ, որոնք խոսում են նրա մասին, որ դժվար թե գոնե տեսանելի մի քանի ամիսների ընթացքում մենք ունենանք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Մինասյանը նշում է, զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնականում օբյեկտիվ են եւ արտացոլում են իրականությունը, սակայն լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը այս տարի ակնկալելի չէ։ Երկու պատճառ, իսկ կամ Ադրբեջանը պիտի հրաժարվի, կամ հայկական զորքերը պիտի դուրս գան Լեռնային Ղարաբաղից։ Բնականաբար այո, տրամաբանություն կա, այլ բանը որ դա իրագործելի չէ։ Ոչ ցավոք սրտի Ադրբեջանը տեսանելի է ապագայում, եթե իհարկե լուրջ իր ֆինանսական իրավիճակը իր մոտ այդքան չվատանա, որ ինքը ընդհանրապես հույսը կորցնի եւ բոլոր հավանականությունները Արցախի շուրջ, ոչ էլ բնականաբար քանի դեռ չկա վերջնական քաղաքական կարգավորումը եւ վերջնական կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի չի որոշվել, արցախյան զորքերը չեն դուրս բերվելու որևէ տարածքներից կամ ընդհանրապես չեն դուրս բերելու եւ այդ առումով դա դրա մասին են նշում ամերիկացի ասենք հետախուզները, այսինքն որպես հնարավոր պատճառներ։ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն էլ իր հերթին նշում է, զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնականում հայ փորձագետների գնահատականների հետ են համընկնում։ Նա միևնույն ժամանակ ընդգծում է, որ զեկույցի հեղինակը փորձում է նաև որոշակի ակնկալիքներ եւ սպասումներ ձևավորել, իսկ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումն այս տարի քիչ հավանական է ըստ պատգամավորի։ Դա ընդամենը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզության տվյալներն է, որոնք հիմնված են տարբեր տեղեկությունների, փորձագիտական կամ միգուցե այնտեղ իրենց յուրահատուկ ծառայությունների անձնավորությունների ներկայացման ընկալմանը, որը ոնց որ թե իրականում համապատասխանում է նաև շատ հայկական փորձագետների տեսակետներին, որտեղ ասում է, որ Ադրբեջանում տնտեսական վիճակի վատթարացման հետ Ադրբեջանը կփորձի օգտագործել լարումը սահմանների վրա, ինչպես ներքին կոնսոլիդացիայի խնդիր, եւ ինչ է նշանակում սրել, նշանակում է ավելի շատ կրակել։ Աստված արարծա ամեն օրը, այսպես ասած, հանդարտ լինի, ինչպես որ այսօր անում են, հանդարտությունը այն է, որ այնուամենայնիվ կրակոցներ կան, բայց չունենք զոհեր։ Ինչքան շատ այսպիսի օրեր լինեն եւ ընդհանրապես եթե հարատեվի սա ամեն ինչը ավելի լավ, բայց մենք պետք է պատրաստ լինենք այս սցենարներին։ Ընդհանրապես այդ զեկույցը, որը գրվում է, դա սցենարների նկարագրման խնդիրն է, որոնք կանխատեսումների շրջանակի մեջ են անում։ Այդ նույն կանխատեսումները նաեւ մենք ենք տիրապետում, մենք ենք անում, վստահ եմ, որ նույնիսկ մեր բանակը ավելի լավ տվյալներ եւ մանրուքներին տիրապետում է եւ հուսով եմ, որ մենք ամեն ինչով պատրաստ ենք, իսկ այս տեսակի զեկույցները երբ որ հրապարակում են, պետք է նաև մի բան հասկանանք, որ երբ որ հետախուզությունը իր տարեկան զեկույցերում ինքը շատ լավ նաև փորձում է սպասումներ կամ ակնկալիքներ ձևավորել, այնպես որ վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն մի քիչ այլ տեղեկություններ կամ այդ զեկույցում, այս զեկույցը կարդացել են կամ հրապարակել են նրա համար, որ աշխարհում մի քիչ հասկանան թե մտնում թե Ամերիկան որոնց է մտածում։
Մարիամ Գրիգորյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։